Վարորդական իրավունքի ստացման գործընթացը շարունակում է մնալ հանրային քննարկումների կենտրոնում։ Քաղաքացիների շրջանում հաճախ հնչում են դժգոհություններ այն մասին, որ քննությունները դժվարությամբ են հանձնվում, իսկ շատ դեպքերում անհարկի կերպով կտրվում են քննությունից։ Սակայն հարցը միայն այս դիտանկյունով սահմանափակելը թերի կլինի, քանի որ մեկ այլ վտանգավոր խնդիր է վարորդական վկայականների երբեմն չափազանց հեշտ հասանելիությունը։ Հենց այստեղից էլ ձևավորվում է համակարգային անվստահություն։ Մի դեպքում քաղաքացին համոզված է, որ իրեն անարդարացիորեն կտրել են քննությունից, իսկ մյուս դեպքում ականատեսն ենք ճանապարհատրանսպորտային պատահարների աճող թվին և մարկային կորուստներին, ինչը նաև անփորձ վարորդներին աջ ու ձախ վկայականներ տրամադրելու հետևանք է։ Գործնական քննությունների մեջ չկա, որ տանում են այնց վայրեր, որ շփոթության մեջ են դնում վարորդին և հիմնականում շփոթվում է և քննությունից կտրում է։ Տեսեկանի մասով ոչ կոռուպցիա կա, ոչ ինչ-որ միջամտություն կա, գիտեք հարցերը կպատասխանեք, չիմանեք չէ, դե համակարգչի դեմը պատասխանում եք հարցերին։ Քաղաքացիները բողոքում են, որ ոստիկանության ներկայացուցիչը, ով նստում է քննություն հանձնողի կողքին, հաճախ շեղում է նրանց տարբեր թեմաներով։ Viva ավտոդպրոցի օպերացիոն տնօրեն Նարեկ Պողոսյանը նշում է, որ քննության ընթացքում հնարավոր են նաև զրույցներ, որոնք նպատակ ունեն ստուգել վարորդի ուշադրությունն ու արձագանքը տարբեր իրավիճակներում, և եթե վարորդը շեղվում է, նշանակում է դեռ պատրաստ չէ։ Եթե ինչ-որ մի հատ մարդ շեղվում է ճանապարհից, չի ենթարկվում կանոններին, որ դուք ասում եք, թե շեղող հարցեր են տալիս։ Դա ինձ թվում է մի կողմից էլ ավելի լավ է, որ տեսնեն այդ վարորդը ինչքանով է պատրաստ։ Նայեք, ինչքան էլ մենք խալկոծենք, ինչ-որ ասենք վատ է այն մարդու համար, ով որ վարորդական իրավունք չի ստանում։ Բայց ընդհանուր հասարակության համար դա օգուտ է, որ մարդը, չգիտեմ, վերջնական տենան լիարժեք պատրաստա, թե չէ։ Տիգրան Քեյանը նույնպես այն կարծիքին է, որ քննություններից կտրվելու հիմնական պատճառը դիմորդների անբավարար պատրաստվածությունն է և արագ արդյունքի հասնելու ձգտումը, և եթե մարդը տիրապետում է երթևեկության կանոններին և կարողանում է անվտանգ վարել, քննությունը չհանձնելը գրեթե անհնար է։ Հայաստանում մարդիկ մի շաբաթում ուզում են վարորդական վկայական ստանան, դա շիրն է։ Հիմա այդ գործընթացի փոփոխություն են ուզում անեն, որ անպայման երբեմն դասընթացների մասնակցելով քննությունների իրավունք ունենան և կարողանան այդ քննությունները հանձնեն ավտոդպրոցներ գնալով սովորելուց հետո։ Այդ փոփոխությունը որ անեն արագին բան կփոխվի, բայց վարորդական վկայականի հեշտ ստանալը արդեն չի լինի, որտեղ չի կարելի այդպես հեշտ աճեցող վարորդական վկայական արժանանալ հետո բողոքել երթևեկության անվտանգությունից։ Քննության ժամանակ վարորդի կողքին նստում է ՆԳՆ աշխատակիցը, նրանք քաղաքացիական հագուստով են, որպեսզի թեկնածուն չլարվի վարելու ընթացքում։ Նարեկ Պողոսյանն ընդգծում է, որ վարորդական իրավունքը պարզապես փաստաթուղթ չէ, դա պատասխանատվություն է ոչ միայն իր, այլ բոլորի կյանքի համար։ Նրա համոզմամբ, որքան խիստ լինի վարորդական վկայական ստանալու գործընթացը, այնքան ավելի անվտանգ կլինի երթևեկությունը բոլորի համար։ Եթե ինչ-որ մեկը մեքենա վարել սովորել է, ում մոտ է սովորել։ Եթե ինչ-որ մեկի մեքենայի վրա սովորած չէ, իսկ ինչ-որ մեկի մեքենան քշել առանց ավտոդպրոցի մեքենա լինելու, դա օրենքի խախտում է։ Պատկերացրեցիք, այսինքն դուք օրինակ ձեր եղբոր մեքենայի վրա սովորել եք մեքենա քշել, ինչ օրենքը խախտել է, իր մեքենան տվել է մարդու, ով որ ունի վարորդական իրավունք։ Մասնագետը մատնանշում է մեկ այլ կարևոր խնդիր։ Շատ դեպքերում անպատրաստ մարդիկ գրանցվում են քննության և զբաղեցնում տեղերը, ինչի պատճառով մութ վարորդները ամիսներով հերթի մեջ սպասում են։ Իմ կարծիքով ավելի ճիշտ կլինի, որ առանց ինչ-որ սերտիֆիկատի կամ ինչ-որ մի բանի քննության հնարավոր չլինի գնալը, ու ոնց է, դուք եթե 10-րդ դասանի ատեստատ չունենաք, ձեզ ոչ մի բարձրագույն ուսումնական հաստատություն չեն ընդունել, որտեղ դուք չունեք հաստատություն, որ 10-րդ դասանը ավարտել եք։ Նույն ձևի պետք է լինի ուսումնա վարորդական իրավունքը։ Ինչ վերաբերում է ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճին, մասնագետները նշում են, որ պատճառները բազմազան են։ Դրանք ներառում են ինչպես ճանապարհային ենթակառուցվածքների վիճակը, այնպես էլ վարորդների կարգապահությունը, փորձառության պակասը և երթևեկության կանոնների անտեսումը։